Բարի երեկո, Ազատության շաբաթօրյա եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են. Մեր երկրում իրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում։ Լևոն Տեր-Պետրոսյան։ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը դեռ բանակցում է Սամվել Կարապետյանի կուսակցության հետ հնարավոր միավորման շուրջ։ Մեր վարչապետի թեկնածուն քննարկման ենթակա չի։ Սամվել Կարապետյանը եւս մեկ ամիս կմնա տնային կալանքի տակ, նրա թիմը աննախընտրական անհավասարություն ու ճնշում է որակում։ Ուրախ ավտոբուսը ուղիղ եթերում է։ Վարչապետն ու կուսակիցները հանգստյան օրերին կրկին ընտրարշավի են դուրս եկել քվեարկությունից 3 ամիս առաջ։ Գիտեք, որ թոշակը բարձանում է ապրիլի 1-ից, բայց գիտեք, որ առողջության ապահովագրության Միացյալ Նահանգները պնդում է, թե Իրանի ռազմավարական Խարկ կղզու ռազմական օբյեկտները ոչնչացված են։ Միրոսլավ Կլոզեն գոհ է իր թիմի հայ ազգի ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանից։ Նա մեծ արժեք է մեր թիմի համար։ Ամեն կերպ ինձ փորձում են օգնել, որպեսզի ես ավելի լավ լինեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է ընտրություններին վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, բայց առաջին նախագահը պարբերաբար գովեստի խոսքեր է ուղղում Սամվել Կարապետյանին կոչ անելով միավորվել միլիարդատիրոջ շուրջ։ Արդյոք իր կուսակիցներն էլ ի վերջո կհայտնվեն Կարապետյանի նախընտրական ցուցակում։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ներկա չէր իր ղեկավարած կուսակցության 5-րդ համագումարին։ Բայց ուղերձ էր հղել, նշելով կանխազգացում ունի, որ ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում երկրում կապիտալ վերանորոգում է տեղի ունենալու։ Տեր-Պետրոսյանի ուղերձն ամբիոնից հնչեցրեց ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանը։ Ես հիանում եմ ձեր ակտիվությամբ, գրագետ եւ համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, Facebook-յան փայլուն գրառումներով։ Գնահատում եմ նաեւ դաշինքներ ձևավորելու ուղղությամբ ձեր թափած ջանքերը։ Իմ նախազգացումով առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում իրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում։ Լևոն Տեր-Պետրոսյան։ Համագումարին հրավիրված էին ընդդիմադիր քաղաքական ուժերի մի քանի ներկայացուցիչներ, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությունից ելույթ ունեցավ Արթուր Միքայելյանը, Լուսավոր Հայաստանից կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հիմնած Նոր ուժ կուսակցությունից ավականու անդամ Արամ Թորոսյանը, իսկ Ապրելու երկիր կուսակցությունից նախկին սոցիալ-նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Հյուրերի ելույթներից հետո Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը կառավարության նիստերի դահլիճի ամբիոնից հայտարարեց ողջավորվածության հատուկ առիթ է այն, որ պատմական այս դահլիճում է 1990-ին հռչակվել Հայաստանի անկախության հռչակագիրը։ Բավականին ողջավորված եմ այն մթնոլորտով, որ այսօր տիրում է այս դահլիճում։ Հնչած ելույթները ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ այն համախմբումը, այն կոնսոլիդացիան, որի մասին մենք խոսում ենք, բավականին իրատեսական է։ Թեև ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, այդուհանդերձ ընտրություններից 3 ամիս առաջ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է։ Ինչու Տեր-Պետրոսյանը որոշեց պաշտպանել Կարապետյանին, հարցրինք Զուրաբյանին։ Տեր-Պետրոսյանը փորձում է վերկուսակցական դիրք ստանձնելով նպաստի կոնսոլիդացիայի կայացմանը, բայց մեր ընտրարշավում բնականաբար մենք մեր ծրագրին ենք ներկայացնում եւ մենք վստահ ենք, որ մեզից լավ դա ոչ մեկ չի իրականացրի։ Ուրիշ բան, որ Տեր-Պետրոսյանը համարում է եւ երևի ճիշտ է համարում, որ համախմբման գործը ավելի լավ կարող է անի հենց Սամվել Կարապետյանը։ Այսօրվա համագումարին Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց Ուժեղ Հայաստան կուսակցության եւ այլ ժողովրդավարական ու ռացիոնալ ուժերի հետ։ Զուրաբյանից հետաքրքրվեցինք, ինչ ձևաչափով է պատկերացնում այդ կոնսոլիդացիան, եթե Կարապետյանի Ուժեղ Հայաստանը հայտարարել է, որ դաշինքով չեն մասնակցելու ընտրություններին։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն նաեւ պնդեց, իրենք կամ գնում են միայնակ կամ միասնական դաշինքով։ Միասնական դաշինքի ցուցակը կազմվում է մասնակցող կուսակցությունների առանձին կազմված ցուցակներից։ Այսինքն ամեն կուսակցություն մասնակցում է իր ցուցակով։ Մենք էլ մեր ցուցակով կմասնակցենք, եթե լինի դաշինք։ Երկու դեպքում էլ մասնակցում ենք Հայ ազգային կոնգրեսի ցուցակով։ Մի դեպքում որպես առանձին քաղաքական ուժ մասնակից, մյուս դեպքում որպես դաշինքի
մաս կազմող կուսակցության ցուցակով։ Լրագրողները Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանից հետաքրքրվեցին, ինչ ձևաչափով է Ուժեղ Հայաստանը պատկերացնում ՀԱԿ-ի առաջարկած կոնսոլիդացիան։ Հնարավոր է արդյոք, որ Ուժեղ Հայաստանի ցուցակում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ ընդգրկվեն։ Արդյոք Կարապետյանի թիմի հետ այդպիսի հարցեր քննարկվել են։ Նա այս հարցերին հստակ պատասխան չտվեց։ Վերջերս հայտարարություն արեցինք, որ քննարկումներ ունենք հապախորհրդարանական ուժերի հետ։ Այս պահին դեռ որևիցե համագործակցություն չկա, կան քննարկումներ, ավելի հստակ, հավելյալ հայտարարություններ կանենք, եթե լինեն համագործակցություններ։ Ինչ ձևաչափով եք դա Հավելյալ կներկայացնենք։ Ընտրություններին Ուժեղ Հայաստանը միայնակ է մասնակցելու։ Այդ հստակությունը կա այս պահին։ Ոնց ենք ներկայանում, ինչ ենք անում, հավելյալ կներկայացնենք, ինչպես Նարեկ Կարապետյանը ասեց, ում անցյալի հետ կապված մենք հարցեր չունենք, մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն էլ եւ գնում ենք ընտրությունների ունենալու համար Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Մեկ ցուցակով է լինելու, անկախ համախմբում կլինի։ Բոլոր մանրամասները կներկայացնենք, երբ ավարտենք բոլոր քննարկումները։ Համագումարի ընթացքում Լևոն Զուրաբյանն անդրադառնալով իրենց անելիքներին ասաց Հայաստանն արտաքին քաղաքականությունում պետք է պահպանի հավասարակշռված բազմավեկտոր մոտեցում եւ չմիանա արևմուտք արևելք հակամարտող ճամբարներից որևէ մեկին, զարգացնելով հարաբերությունները Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Իրանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետ։ ՀԱԿ-ն առաջարկում է վերադառնալ կիսանախագահական համակարգին, դադարեցնել քաղաքական հետապնդումները եւ այլն։ Հայ ազգային կոնգրեսը իր գերագույն նպատակն է համարում Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը, այդ շահերին սպառնացող հակամարտությունների կարգավորումն ու երկարատև եւ կայուն խաղաղության հաստատումը։ Մինչ ընդդիմությունը համարում է, որ երկրի անվտանգային խնդիրը լուծված չէ, վարչապետ Փաշինյանը վստահեցնում է, Հայաստանը եւ անվտանգ է եւ ապահով։ Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք։ Հիմա մենք առերեսվում ենք մեր պատմության, մեր իրականության եւ մեր անելիքների հետ։ Այդ ճանապարհին վերանայումներ կանենք, բայց ժամանակին մի կարգախոս կար, մենք ենք տերը մեր երկրի, այդ կարգախոսը այսօր իրականացված է։ Օրերս Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն առանց անուններ տալու հայտարարել էր հետախուզական տվյալներ ունեն, որ այլ երկրում հատուկ ծառայությունների անունից ինչ որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որ նրանք հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆինանսական եւ կազմակերպչական բնույթի հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերին։ Հայազգային կոնգրեսի վարչապետի տեխնացուն սա քաղաքացիական պայմանագրի քարոզչական սխեման է համարում։ Լավագույն քարոզչական սխեման, որ կարելի է դրա համար հնարել, հետևյալն է։ Հայտարարում ես, որ քո բոլոր քաղաքական հակառակորդները ուզում են պատերազմ, որ ընդ որում բանա Ռուսաստանի դրդմամբ, բոլորը Ռուսաստանի գործակալներն են կամ ԿԳԲ-ի գործակալներ են, հետևաբար դեմոկրատական արևմուտքը պետք է աչք փակի այն օրինախախտումների վրա, որ տեղի կունենան։ Հիմա իրանք այդ սխեմայի մեջ են։ 2021-ին առաջին նախագահի կուսակցությունը միայնակ էր մասնակցել ընտրություններին եւ հավաքելով 19,000 ձայն դուրս էր մնացել խորհրդարանից։ Նարինե 3 ամբողջ օրը քննելով իրավապահների միջնորդությունը դատարանը ուշ գիշերին 1 ամսով երկարաձգել է Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Նրա փաստաբանները հայտարարում են, որ ընտրություններին ընդառաջ այս որոշումը հավասարության, արդարության, մրցակցության պայմանների լրջագույն խախտում է։ Կարապետյանն անազատության մեջ է արդեն 9 ամիս, այդ թվում բանտում է ամիսներ անցկացրել իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով, որը նա համարում է հաշվեհարդար եկեղեցուն պաշտպանելու համար։ Վարչապետն այս հանգստյան օրերին էլ է կուսակիցների հետ շրջում մարզերով ներկուսակցական քարոզարշավի առիթը քաղաքացիական պայմանագիրն օգտագործում է նաև նախընտրական արշավի ու խոստումների համար պարբերաբար կանգառներ անելով բնակավայրերում։ Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, ուրախ ավտոբուսը ուղիղ եթերում է։ Այս 3 հատ թթու լավաշ է, իսկ թարմ լավաշ ունեք։ Խաց։ Ահա։ Անպայման մերկաշիտ ու ոսկորը թողեց։ Ինչա։ Կյանքդ կերան կաշիտ ու ոսկորը թողեց։ Բա ես դրա համար եմ։ Այս ամբողջ ժողովրդի համար է։ Բարև եղբայր ջան։ Լավ, դուք ոնց եք։ Մեկ
շատ լավ եք, մենակ մի խնդրանք ունեք։ Խնդրեմ։ Գյուղը ոռոգման ջուր չունի։ Ուղղակի ոչ թե խնդրում եք, աղաչում եք։ Շատ լավ։ Իմ անունից չեմ ասում, ամբողջ գյուղանից եմ։ Ոչ խնդրելու կարիք կա, ոչ էլ աղաչելու, սարքելու ենք հերթով, ամեն ինչն էլ անելու ենք։ Այն 3 տարի առաջ այն մեծ ձունը որ եկել է։ Հա։ Մեր տանիքը ամբողջությամբ վնասվել է։ Գյուղապետարանը ասել է դիմում գրեք, ներկայացրեք։ Դիմումը գրել եմ, ներկայացրել եմ, հանձնաժողովը եկել է նայել, հաստատել, ու միջև օրս ոչ մի արձագանք չկա։ Ուղղակի խնդրում եմ միլիոն դարաչեք։ Կնայենք, բայց հիմա չեմ կարող ոչ մի բան ասեմ, այդ թվում ընտրական շրջանա չեմ կարող նյութական թեմաների անդրադառնալ, ու այդ կապված սահմանափակումներ ունենք, էլի։ Գիտեք, որ թոշակը բարձանում է ապրիլի 1-ից։ Բայց գիտեք, որ առողջության ապահովագրության։ Բայց գիտեք, որ անկանխիկ անեկառևտուրը հետ ստանում եք հեչ։ Ինչ եք կարդում, Մարիկ ջան, հետը կարելի է։ Այդքան նայ, այդ ամերիկյան Հələ պատին ինչ է կարդում, հələ նայեք, էլի մենակ։ Հələ նայեք, հələ եկեք ստեղ ժողովուրդ։ այդ մեր դերատարանի գրքերից է։ Հələ եկեք, բոլորը եկեք հələ։ Հələ եկեք։ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար, տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող հիբրիդային արագ արձագանքման խումբ։ Խորհրդարանական ընդդիմությունը սա որակել է արտաքին միջամտության փորձ։ Արագ արձագանքման խումբ Մոլդովա էր մեկնել անցած տարվա ընտրական փուլում, աջակցելու իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման եւ հակազդման գործում։ Դուք այսինքն կարծում եք հիմա Հայաստանում պայքար է գնում Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև։ Այո։ Այսինքն ժողովրդի համար, դեմոկրատիայի համար լավ այդ պայքարը մերը չէ, այսինքն Հայաստանի պայքարը չէ։ Եվ այս երկիրը պիտի դուրժի այդ պայքարից։ Մարդու իրավունքների 7 անվանի փորձագետներ իրենց փաստահավաք առաքելության նախնական գնահատականում մտահոգություն են հայտնում Հայաստանում ընտրություններին արտաքին միջամտության վերաբերյալ։ Այոդան Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը, որը ստեղծվել է հատուկ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանը դիտարկելու համար, մարտի 7-ից 12-ը փաստահավաք առաքելություն իրականացնելուց հետո իր նախնական գնահատականում նշում է, որ մեջբերում եմ Եվրամիությունը, ամերիկացի, թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները փորձել են ազդել հայաստանյան ընտրական գործընթացի վրա, հրապարակային աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի ապագային համար լավ չէ, որ այսպես շարունակվի այդ լարվածությունը, որովհետև եւ մյուս երկիները որոշեն ովքեր պիտի լա իշխող այս երկրի մեջ։ Ոչ Ռուսաստանը եւ ոչ Արևմուտքը, պետք է որ Հայաստանի ժողովուրդը որոշի։ Այոդայի հիմնադիրը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, Եվրոպայի խորհրդի իրավական փորձագետ ֆրանսահայ Ֆիլիպ Քալֆայանն է, ով այժմ էլ Ֆրանսիայի ազգային դատարանի գործող դատավոր է։ Մատնանշելով Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրված 15 միլիոն աջակցությունը ռուսական միջամտության դեմ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հրապարակային աջակցությունը Նիկոլ Փաշինյանին պնդում է, Հայաստանը պետք է չեզոքացնի ռուսամետ կամ արևմտամետ բաժանումն այս ընտրությունների ընթացքում։ Այդ ծևով միջամտելը Եվրոպայի կողմից ինձ համար անընդունելի է։ Հայաստանի նկատմամբ ներքին ներքաղաքական գործընթացներին, իսկ ինչպես են միջամտում։ Նախ 15 միլիոն եվրո ուրեմն նվիրեցին կառավարության, որպեսզի կարողանան հագա գործունեություն անել իբր թե այսինքն alleged հիբրիդային այդ պատերազմի այո կապված այսինքն դուք չեք հավատում այդ հիբրիդային պատերազմին այսպես չէ, բայց նույնիսկ Եվրոպան երբեք վարագում չի դվել այդ հիբրիդային թե ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ այո անընդունելի է որ ինչ հրավ օրինակ Միացյալ Նահանգների փոխնախագահ եկավ եւ ամենուն արջև ըսավ մենք մեր տեխնազուն Փաշինյանն է այդ ծևով չսավ բայց ուրիշ ծևով ըսավ այսինքն ուղիղ աջակցեց դա անընդունելի է ձեզ
Այոդան իր նախնական գնահատականում արձանագրում է, որ թեև կառավարությունը մի շարք ընդդիմադիր առաջնորդների, հոգևորականների եւ քաղաքական ուժերի մեղադրել է ռուսամետ լինելու մեջ, բայց մեջբերում եմ, մինչև այժմ որևէ ապացույց չի ներկայացրել այդ խմբերի կողմից ապօրինի գործողությունների վերաբերյալ։ Հարկ է նկատել, որ Հայաստանում փաստահավաք առաքելություն իրականացնող այս կազմակերպության գործադիր խորհրդում ընդգրկված են մարդու իրավունքների պաշտպանության արևմտյան մի շարք հայտնի փորձագետներ, օրինակ ամերիկացի Քենեթ Ռոթը, ով շուրջ 30 տարի ղեկավարել է Արևմուտքում հայտնի Human Rights Watch իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը, այժմ էլ սյունակագիր է բրիտանական Guardian-ում։ Կազմակերպության գործադիր մարմնի անդամ է շուրջ 20 տարի ՄԱԿ-ի, ԵՀԿ-ի եւ միջազգային այլ կառույցների աշխատակից բրիտանացի փաստաբան Մարկ Ջոնսը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող կանադացի Բրայան Մեյը, ով մինչև անցած տարի Կանադայի վարչապետի խորհրդարանական քարտուղարն էր, եւ այլ արևմտյան գործիչներ։ Հայաստանում իրականացրած մոնիթորինգից հետո կազմակերպության հիմնադիր Ֆիլիպ Քալֆայանը նշում է, թե Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև բաժանարար գծեր ստեղծելու եւ հիբրիդային պատերազմի վախեր տարածելու փոխարեն անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը ազատ եւ մրցակցային ընտրություններ ապահովի քաղաքական բոլոր ուժերի համար։ Պայմանները լինեն, որովհետեւ արդար ընտրություն լինի, արդար եւ ազատ, այսինքն առանց պանդարգելու ընդդիմությունները գասկած ունենալով, որ արտասահմանից էջենտ է կամ գործակալ է։ Այո։ Ասիգա շատ գոբիդ ծև է, ասինքն խախտելու այս ընդրությունը։ Իդեպ Ֆրանսիայի գործիչը այս համատեքստում անընդունելի է համարում հայաստանյան անկախ դիտորդի անդամ Դանիել Յոհաննիսյանի այն պնդումը, թե Ռուսաստանը ծրագրում է 80,000 ընտրող բերել Հայաստան, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին եւ այդ կերպ աջակցեն ինչ-որ ընդդիմադիր ուժի։ Քալֆայանը սա ապատեղեկատվություն է որակում, պնդելով, թե նույն օրը իրենց թիմով եղել են քննչական կոմիտեում, որտեղ հանդիպել են ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի հետ եւ վերջինս նշել է, որ թե 80,000, այլ ընդամենը մոտ 20 դեպքի մասին։ Իդեպ Քալֆայանն ասում է, որ փորձել են հանդիպել նաև Դանիել Յոհաննիսյանի հետ, սակայն նա չի արձագանքել իրենց նամակներին։ Այս NGO-ն հրապարակեց շատ ֆանտաստիկ լուրը, ուր դերեն ունի այդ դերակցությունները։ Ասում է իրեն փոխանցել են Ռուսաստանի հայերը, իր աղբյուրները։ Մի քիչ գասկածելի է, գիտեք, Չեք հավատում։ Նո, այդ քանակները, որ 80,000 մարդ պետք է բերեն։ Ավելի շատ գերեվի բան կարողություն, ասկան disinformation կան իրականություն, որովհետև նույն օրը մենք ուրեմն քննչական անձնաժողովը տեսանք եւ որ կոնկրետ իրենց կարծենեինք, որովհետև գիտեինք, որ այսպեսի դեպքեր կան։ Իրենք ուսումնասիրում են, քննչական կոմիտեն տեղյակել։ 80,000 հոգի մասին չէինք խոսում, 20 օրինագից բագաս 20 դեպք են այդպեսի իրենք գտել։ Վեճ Որ այդ 20 անձանց են փորձում, այսպես տեղափոխել Ռուսաստանից այստեղ, որ քվեարկեն, դա նկատի ունեք։ Ընտրություններին պատրաստվող մեծահարուստ մեկ այլ գործարար Գագիկ Ծառուկյանն այս շաբաթ արդարացվեց։ 6 տարի է նա անցնում է ընտրակաշառքի գործով։ Երկարուձիգ նիստերի արդյունքում դատարանն ի վերջո ապացուցված չհամարեց, որ Բարգավաճ Հայաստանը փողով է քվե ստացել։ Ծառուկյանը պնդում էր, թե վարչապետ Փաշինյանին քննադատելու համար են իրավապահներն իրեն հիշել։ Չոր բանը չի տնի մարդին, ձեզ ցավը տանեմ։ Ես նորից եմ ասում, դուք ասում եք կաշառ, կամ եկա, որ ասում է Ծառուկյանը այդ գումարը տվել է, ինձ տանեմ կաշառ տամ։ Այս խոսքերով էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռևս 6 տարի առաջ դիմում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, երբ Իմ քայլը խմբակցությունը 2020-ի հունիսի 16-ին հավանություն էր տալիս գլխավոր դատախազի միջնորդությանը, զրկելով Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելությունից ու կալանքի համաձայնություն տալով։ Ես վախեցող չեմ, ես նորից եմ ասում, իմ համար ինչ որ ուզում եք ահաբեկեք, սարքեք, կպցնեք։ Այդ օրերին խորհրդարանի ամբյոնից գլխավոր դատախազը համոզում էր օրենսդիրներին, թե բավարար ապացույցներ ունի այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը դեռևս 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք է բաժանել։ Արթուր Դավթյանն անգամ կոնկրետ անձանց խոստովանական ցուցմունքներ էր մեջբերում։ Քրեական գործի նախաձեռնությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը ընտրողներին կաշառք տալու նպատակով ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ,
Ընդդիմադիր պատգամավորների հարցերին ի պատասխան նախկին գլխավոր դատախազը վստահեցնում էր, թե քաղաքական պատվեր չի կատարում, պնդում էր, թե հետո էլ չի ամաչի իր գործողությունների համար։ Դուք անհարմար չեք զգում։ Ես երբեք անհարմար զգալու իմ պաշտոնական գործունեության առումով առիթ չեմ ունեցել, այսօրվա առումով ավելին չեմ ունենա։ Ծառուկյան դաշինք խմբակցությունը ամսինի ընտրություններին նույնպես կպաշտպանի ժողովրդի թեկնածուին։ Ծառուկյանը 2018-ի հեղափոխությունից հետո աջակցել էր Փաշինյանին։ Նրա հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հուշագիր ստորագրել, պարտավորվելով վարչապետի թեկնածու չառաջադրել եւ չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի։ 2020-ին կալանավորվելուց առաջ Գագիկ Ծառուկյանը հիշեցնում էր այս ամենի մասին Փաշինյանին, ապա հարցնում. «Ինչով եմ ձեզ խանգարել, բացի ձեզ աջակցելուց»։ Ձեր կողքին եմ եղել, այո, 1/3-ը տվել եմ, այո, Փաշինյանի հետ որ հրավիրելա ստորագրել եմ հուշագիրը, ցանկացած սկզբունք ցանկացել եմ աջակցել, բոլոր հարցերով։ Հարկ է նկատել, որ ընտրակաշառքի գործը Ծառուկյանի դեմ հարուցվեց նրա հայտնի ելույթից բառացիորեն մի քանի օր անց, 2020-ի հունիսի 5-ին ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, թե Փաշինյանի կառավարության 100%-ը պետք է փոխվի։ Այդ ելույթից ուղիղ 10 օր անց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեղադրանքների տրցակը ձեռքին մտավ խորհրդարան։ Նրա թիմակիցներն այդ օրերին պարբերաբար պնդում էին իշխանությունը շինծու կաշառքի գործով է պատասխանում Ծառուկյանի այդ ելույթին։ Բայց այսօր տեսնելով այս ասենք թե ձախողումները, լիարժեք արդեն կարող եմ ասել ոչ թե 97, 100%-ը պետք է փոխվի, որտեղ բոլոր իրաց աշխատանքով, արդյունքով բոլոր ոլորտները ձախողված են։ Հա գնացի։ Փաշինյանին սուր քննադատած Ծառուկյանը 2020-ի սեպտեմբերի 25-ին կալանավորվեց 2 ամսով։ Դատարանել չեմ գնացել, ուղիղ եկել եմ այստեղ։ Տեղի ունեցածը որակելով քաղաքական պատվեր նա այդ օրն անգամ դատարան չէր էլ գնացել, այլ ուղիղ կալանքի վայր ազգային անվտանգության ծառայություն։ Մեկ ամիս անց հոկտեմբերի 22-ին Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ կալանավայրից գրավի դիմաց, ապա հաջորդ ամիս կրկին կալանավորվեց եւ մի քանի օրից նորից հայտնվեց ազատության մեջ։ Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու եւ այս պատվեր կատարողները տես ձեր ներկայացան պատասխանատվություն պատասխան են տալու, ենք ապրում են այս երկրում։ ԱԱԾ շենքի առջև արված Ծառուկյանի կանխատեսումները ժամկետների առումով իհարկե չիրականացան։ Կարճ ժամանակահատվածում կաշառքի այս գործը այդպես էլ չհանգուցալուծվեց։ Քննությունը ձգվեց շուրջ 3 տարի եւ միայն 2023-ին դատախազությունը վերջապես հաստատեց ընտրակաշառքի գործով Գագիկ Ծառուկյանի մեղադրանքն ու այն ուղարկեց հակակոռուպցիոն դատարան։ 3 տարի էլ գործը դատարանում քննվեց եւ ի վերջո 2026-ի մարտի 11-ին Ծառուկյանի ընտրակաշառքի ոդիսականը ավարտվեց։ 6 տարի անց Գագիկ Ծառուկյանն անմեղ ճանաչվեց։ Ընդ որում դատելով Ծառուկյանի դեմքից դատավորի որոշումը անսպասելի էր նաև նրա համար։ Խոշոր գործարարը սկզբում նույնիսկ չէր լսել դատավորի վերդիկտը եւ միայն փաստաբանի հուշումից հետո հասկացավ անմեղ է ճանաչվել։ Ճանաչել եւ հրճակել մեղադրյալ Գագիկ Բուլյայի Ծառուկյանի անմեղությունը հայկական անձնետքի Իհարկե ես չէի հավատում, սպասում եմ, որ Եվրոդատարան պետք է դիմենք, որ լիարժեք 100%-ով, եթե 2600-ից մեկը ցուցում չի տալի Ծառուկյանի, կամ տենց հանձնարարություն չկա, ընտրությունա պետք է կատարվի, շնորհակալ ենք օրենքից, որ լիարժեք մարդիկ արդարացի։ Իդեպ 2020 թվականին Ծառուկյանին ընտրակաշառքի գործով անձեռնմխելությունից զրկող եւ կալանքի համաձայնություն տվող խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ով այսօր արդեն արտգործնախարարի պաշտոնն է զբաղեցնում, այն ժամանակ դիվանագիտորեն փորձում էր վստահեցնել, թե տեղի ունեցողը միմիայն իրավական գործընթաց է, հույս հայտնելով, թե Ծառուկյանը կարդարացվի եւ իրենց գործընկերոջը կրկին ետ կընդունեն։ Մենք լիահույս ենք, որ քննությունը կհանգեցնի նրան, որ կպարզվի, որ Գագիկ Ծառուկյանը չունի մեղք իրեն մեղսագրվող արարքում։ Եվ մենք այդպիսի զարգացման դեպքում մեր որևէ պատգամավոր գործընկերոջը հետ կողջունենք նորից այստեղ խորհրդարանում։ Ծառուկյանն, ինչպես Արարատ Միրզոյանն էր հույս փայփայել, արդարացվեց, բայց գործընկերոջը հետ ողջունել չստացվեց։ Խորհրդարան վերադառնալ ԲՀԿ առաջնորդը չհասցրեց։ Փոխարենը 69-ամյա խոշոր գործարարը, որ վերջին տասնամյակներին պարբերաբար հայտնվում է քաղաքական գործընթացների կիզակետում, ապա իշխանական ճնշումների տակ դուրս գալիս քաղաքականությունից, կրկին որոշել է խորհրդարան վերադառնալ, մասնակցելով հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Վարչապետի պաշտոնին չհավակնող, բայց վարչապետի արդեն 4 թեկնածու ունեցող Գագիկ Ծառուկյանը արդարացման վճռից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ երբեք չի համագործակցի։ Բացառված է, ուրիշ բան ունեք հասնել։
Միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը Մերձավոր Արևելքի պատմության մեջ հզորագույն ռմբակոծություններից մեկով ամբողջությամբ ոչնչացրել են ռազմական օբյեկտները Իրանի ռազմավարական Խարկ կղզու վրա եւ ամերիկյան նավատորմը շուտով կուղեկցի նավերը Հորմուզի նեղուցով։ Նեղուցից շուրջ 500 կիլոմետր հեռու Խարկ կղզում է նավթի արտահանման խոշոր տերմինալը։ Թեհրանը պնդում է, որ կղզու հակաօդային պաշտպանության համակարգը հարձակումից 1 ժամ անց վերսկսել է աշխատանքը, իսկ նավթային ենթակառուցվածքները չեն տուժել։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ ասել է, թե Իրանի հետ արդեն 2 շաբաթ ընթացող հակամարտությունը մտնում է վճռական փուլ։ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանատունը հրթիռային հարձակման է ենթարկվել, ոչնչացվել է հակաօդային պաշտպանության համակարգի մի մասը, հրթիռը հարվածել է դեսպանատան ուղղաթիռի վայրեջքի հրապարակին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Լիբանանի հետ, որպես հարթակ առաջարկելով Փարիզը։ Իրանի աջակցությունը վայելող եւ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլա զինյալ խմբավորմանը Մակրոնը կոչ է արել չսրել իրավիճակը, իսկ Իսրայելին զերծ մնալ ինտենսիվ ռմբակոծություններից, որոնց հետևանքով 100 հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Հայաստան վերադառնանք, մինչ իշխանությունները փորձում են ավարտին հասցնել էլեկտրական ցանցերի պետականացումը, ջուր սպառողներն իրենց դժգոհություններն են բարձրաձայնում, այդ դեպքում ինչու Veolia ջուրն էլ չի զրկվում լիցենզիայից։ Անջատումների ջրի որակի վերաբերյալ բողոքներին գումարվեց արդեն մայիսից սպասվող նոր գրաֆիկը, որով կավարտվի 24-ժամյա ջրամատակարարումը։ Veolia ջուր ընկերության դեմ բողոքը ուղղված մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին այսօր մուտքագրեցի այդ հանձնաժողով։ Արդարադատության նախկին նախարար իրավաբան Արփինե Հովհաննիսյանի այս հայտարարությունից օրեր անց մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մարտի 11-ի դրությամբ շուրջ 190 բողոք է ստացել Veolia ջուր ընկերության դեմ։ Նախկին նախարարն իր նամակում 4 հիմնական բողոք է ներկայացրել՝ խմելու ջրի որակ, հավելագրումներ, ջրամատակարարման գրաֆիկ, ինչպես նաեւ ջրի հաշվիչների եւ տուգանքների հետ կապված խնդիրներ։ Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանների քաղաքացիներ ուղղակի բողոքում են, թե ինչ խայտառակ որակի ջուր են իրենք խմում։ 2 ամսից ամառային ժամանակում խայտառակ ջրի որակի սեզոնը կարելի է համարել, այսպես ասենք, բացված։ Հովհաննիսյանն իր կարճ տեսանյութերում դեռ նախորդ տարվանից է հայտնում, որ Veolia ջուր ընկերությունից դժգոհ բնակիչներն իրավական աջակցություն ստանալու համար բազմիցս են դիմում իրեն։ Վերջին տարիներին ազատությունը նույնպես պարբերաբար անդրադարձել է ջրանջատումների ու խմելու ջրի որակի մասին սպառողների բողոքներին, որոնք հատկապես ամռանն են սրվում։ Երևանի մի շարք բնակավայրերում, օրինակ Երևանի վարչական շրջանում, բնակիչները խմելու ջուրը գնում են խանութից կամ կրում մոտակա ցայտաղբյուրից։ Վերջին 5 տարիներին նույն պատկերը պահպանվում է այստեղ։ Նախորդ տարի բնակիչները կես լուրջ, կես կատակ ասում էին, եթե ցայտաղբյուրը չփակեն, այս տարի էլ ջուրն այնտեղից կտանեն։ Այս տարվա նույն ժամանակահատվածին մնացել է ընդամենը 2 ամիս։ Մեր առաջվա գառնու ջուրը սարքել են զիբիլ։ Խմելու պիտանը չի։ Դաժե վաքսին չի աշխատում։ Որակ չունի, չեն կարող ոչ ոք խմել։ Ինչու։ Համագալի, տհաճ համագալի։ Խմելու պիտանը չի, դրա համար էլ սաղս գալիս ենք ստեղից ջուր տանելու։ Veolia ջրից ասում են, որ որակի հետ կապված խնդիր չկա։ Դե որ խնդիր չլներ չեն գա, ուրեմն խնդիր կա, չէ՞ որ գալիս ենք։ Այս բողոքների ֆոնին իրավաբան Արփինե Հովհաննիսյանը նախորդ տարի Երևանի տարբեր վարչական շրջաններից վերցված ջրի նմուշները լաբորատոր ստուգման էր ուղարկել։ Այն ջուրը, որը օգտագործում ենք մենք մի շարք համայնքներում եւ Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում, չի համապատասխանում առողջապահության նախարարության կողմից սահմանված թույլատրելի չափանիշներին։ Ջրի կոշտությունը, հանքայնացումը, pH-ը եւ մի շարք այլ ցուցանիշներ գերազանցում են այդ սահմանված թույլատրելի սահմանաչափերը եւ տևական ժամանակ դրանք օգտագործելու դեպքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ։ Հովհաննիսյանին հազարավոր օգտատերեր էին արձագանքել, դժգոհելով խմելու ջրի որակից, սակայն Veolia ջուր ընկերությունից ազատությանը հայտնել էին ջրամատակարարման համար օգտագործվող ջրաղբյուրները նախկինի պես նույնն են ու չեն փոխվել։ Իրավաբանի պնդմանը, որ լաբորատոր ստուգումներից հետո ջրում որոշ ցուցանիշներ գերազանցել են թույլատրելի իշեմը, ընկերությունից արձագանքել էին, նման տեղեկություն չեն ստացել։ Veolia ջրից նաև ընդգծել էին, որ խմելու ջրի որակի վերահսկողությունը կատարվում է իրենց լաբորատորիաներում առողջապահության
նախարարի հաստատած սանիտարական նորմերի համաձայն, իսկ նմուշառումն ու հետազոտություններն իրականացվում են սահմանված պարբերականությամբ։ Այսպիսով խմելու ջրի որակի հետ կապված անհանգստության պատճառ ընկերությունը չէր տեսել։ Վերոնիկա Հայրապետյանը 5 տարի շարունակ նույնն է պահանջում։ Էրեբունի վարչական շրջանում ջրանջատումների ժամերը կրճատել, խմելու ջրի որակը բարձրացնել եւ այլն։ Ամռան ամիսներին խմելու ջուր չի, ջրանջատումները եթե հաշվարկենք, տարվա կեսը մենք ջուր չենք ունենում եւ սպասարկումը թողնում են բնակիչների վրա, եթե որևէ բան վնասվում է։ Իրանք բացառությամբ հերանորոգում են միայն խողովակները, ինչը որ վթարվում է։ Հայաստանում ջրային պաշարների խնդիր չկա։ Ինչու է ամռանն այս հարցը սրվում։ Խորհրդարանում օրերս ընդդիմադիր падգամավորներն էին հարցրել ջրային կոմիտեի նախագահին։ Արամազդ Ղալամքարյանն էլ պատասխանել էր, որպեսզի եղած ջուրը բնակչին հասնի, ենթակառուցվածքներ են հարկավոր, որոնք մաշված են։ Պնդել էր պետությունն ու Veolia ջուրընկերությունը մեծ ներդրումներ են անում։ Առաջկա 5 տարվա համար էլ 70 միլիոն եվրո վարկ են վերցրել նաև այս հարցերը լուծելու համար։ Բացի այդ, ըստ Ղալամքարյանի, կլիմայի փոփոխության հետևանքով բնական ջրամբարներում ջրերը 24%-ով կրճատվել են։ Երևանում ինտենսիվ կառուցապատումների հետևանքով նոր բաժանորդների թիվը մի քանի հազարով ավելացել է։ Ջրանջատումների վերաբերյալ Veolia ջրի գրաֆիկն էլ ասած կփոխեն 7 ժամ տևող ջրանջատումները 3-ից 4 ժամի կհասցնեն։ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու եւ դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր բավականին մեծ ծավալների, խոսքը վերաբերում է թե Երևանին, թե մարզերին, եւ երկրորդը ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ, որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել եւ այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով։ Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հակադարձում է հայտարարվող միլիարդավոր ներդրումների մասին լուրերից հետո սպառողները բարելավում չեն տեսնում։ Ավելին, պետությունը պարբերաբար ընդառաջում է ընկերությանը, որն ըստ նրա իր պարտականությունները լավ չի կատարում։ Եթե Veolia ջուրընկերությունը ինձ ուղված նամակում ասում է, որ 67.9% ջրի կորուստը կրճատել հասցրել է 56.9-ի, մենք դա պետքա տեսնեինք, ավելի լավ ջրամատակարարման գրաֆիկով չենք տեսնում, իսկ իրենց փաստարկները կառուցապատման մասով ու բաժանորդների ավելացման մասով թվերի մասով համոզիչ չեն։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ինչպես կարձագանքի Veolia ջուրընկերության դեմ ուղարկված ավելի քան 180 բաժանորդների բողոքներին։ Հանձնաժողովից փոխանցեցին, որ դիմումներն ուսումնասիրելու եւ որոշում կայացնելու համար առավելագույնը 1 ամիս ժամանակ ունեն։ Եվ ֆուտբոլ մեր թղթակից Մարինե Խաչատրյանը զրուցել է Գերմանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Նյուրնբերգի գլխավոր մարզիչ լեգենդար Միրոսլավ Կլոզեի եւ Հայաստանի հավաքականի ու Նյուրնբերգի պաշտպան Ստյոպա Մկրտչյանի հետ։ Ցանկանում էի հեռանալ Արտեմ Օսիեկից ու սպասում էի ինչ առաջարկներ կլինեն դրա ու սպասում էի մինչև վերջի օրը, որպեսզի ընտրեի լավագույնը ու նախավերջի օրը արդեն ստացա առաջարկ Նյուրնբերգից ու ինձ համար շատ հետաքրքիր էր թե պայմանները, թե որպես թիմ, թե առաջնությունը, այդ պատճառով ընտրեցի Նյուրնբերգը։ Կային շատ տարբեր առաջարկներ տարբեր երկրներից, հիմա չնշեմ բոլորը, բայց հենց Բունդեսլիգայից եկար, բայց Նյուրնբերգը որպես ակումբ ավելի լավն էր ու թե մարզչական շտաբը, թե ամբողջ թիմը ավելի մեծ հետաքրքրություն ցույց տվեց, այսպես ասած, այդպես պատճառով տեղափոխվեցի Նյուրնբերգ։ Թիմը գլխավորում է լեգենդար Միրոսլավ Կլոզեն, ինչպես է ընթանում ձեր համատեղ աշխատանքը, ինչ եք հասցրել սովորել իրենից։ Ասեմ, որ շատ լավ ամեն ինչ ընթանում, թե որպես մարդ, թե որպես մարզիչ, շատ լավն է, ավելի համեստ ասեմ, որ ասեմ շատ է ինքը զրուցում ֆուտբոլիստների տանարական սուտ կլինի, բայց խորհուրդներ միշտ էլ տալիս է իր փորձում է բոլորին օգնել, բայց քանի որ ինքը եղել է հարձակվող, հենց անձամբ ինքը ավելի շատ առաջի գծի ֆուտբոլիստների հետ է, իսկ մենք ունենք մի ուրիշ ֆուտբոլիստ, ով Նյուրնբերգի լեգենդն է, ինքը ավելի շատ մեզ հետ աշխատում պաշտպանների հետևի գծի, բայց ամեն կերպ ինձ փորձում են օգնել, որպեսզի ես ավելի լավ լինեմ ու շուտ հարմարվեմ պայմաններին։
Այո, ես կարծում եմ, որ նա իսկապես լավ խաղացող է։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք ապահովել, որ նա մեր թիմում նույնպես խաղաժամանակ ստանա։ Բայց այդ դիրքում շատ լավ խաղացողներ էլ կան, ինչպիսիք են Լուկա Լոկոշվիլին եւ Ֆաբիո Գրուբերը։ Բայց նա մեծ արժեք է մեր թիմի համար, նա շատ լավ ձախ ոտք ունի։ Հիմա մենք պետք է համոզվենք, որ նա խաղաժամանակ կստանա, բայց մենք ուրախ ենք, որ նա մեր թիմում է։ Հարմարվել եք նոր փոփոխություններին երկրին։ Ավելի հեշտ ստացվեց, քան ֆորվարդյան օրինակ, ես ավելի բարդ էի պատկերացնում, որտեղ ամեն ինչ շատ արագ ստացվել, բայց շատ են ինձ օգնել թե թիմում, ֆոտոստները բոլորը։ Հիմա արդեն ամեն ինչ շատ լավ է։ Սովորում եք գերմաներեն։ Արդեն սովորում եմ, փորձում եմ խոսել, մի քիչ բարդ է ստացվում։ Շուտով խոսեմ արդեն։ Ist Deutsch schwer? Դու ջայցուգի։ Դժվար է գերմաներեն։ Yes. Yeah. Ստեփա Մկրտչյանը խոսել է նաև Հայաստանի հավաքականում փոփոխությունների մասին, Մարինե Խաչատրյանի հարցազրույցն ամբողջությամբ հասանելի կլինի վաղը սոցցանցերի էջերում, իսկ լրատվական կենտրոնում այսքանը։